Վերջերս նոյեմբերի 20-ին Մերձավոր Արևելքի մարգարիտը դարձած Դուբայ քաղաքի ամենաշքեղ Mandarin Oriental Jumeirah հյուրանոցի սրահում տեղի ունեցավ Prestige Media ընկերության կողմից կազմակերպված տարեվերջյան տարվա էտալոն միջազգային մրցանակաբաշխությունը։ Միջոցառման գլխավոր հյուրերն էին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը, հյուպատոսի խորհրդական Սաթենիկ Զիրեկյանցը, Դուբայի և Հյուսային Էմիրությունների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ Ավագ Քահանա Տեի Մենջյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքի գլխավոր խորհրդական նորին գերազանցություն Հակոբ Ալ-Ալին և այլ բարձրաստիճան հյուրեր։ Տարվա էտալոն մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն էր Orт Group ընկերությունների խումբը, որի կազմում գործող ընկերությունները իրենց գործունեությունը ծավալում են քաղաքաշինության բնագավառում։ Շնորհակալություն մեր գլխավոր հովանավորին տարվա էտալոն մրցանակաբաշխությանը վստահելու և աջակցելու համար։ Դուբայում կազմակերպված տարվա էտալոն մրցանակաբաշխությանը մասնակցում էին հեղինակավոր ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից։ Մեր միջոցառման նպատակն էր ամրապնդել հայ-էմիրատական գործարար կապերը և նոր հիմքերի վրա դնել երկու երկրների փոխադարձ գործընկերային հարաբերությունները։ Prestige Media ընկերության ստեղծագործական թիմը ամեն ինչ արել էր տարվա էտալոն մրցանակաբաշխությունը լավագույնս կազմակերպելու համար։ Երեկոն անմոռանալի դարձրեց իր գեղեցիկ կատարումներով տաղանդավոր քանոնը հարուհի սիրված հայուհի Բելլա Պապիկյանը։ 2025 թվականին Prestige միջազգային մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շատ շուտով կներկայացնենք բոլոր մանրամասները և կհրավիրենք մեր լավագույն գործընկերներին համագործակցության համար։